Հայ-ադրբեջանական հարաբերություններում վերջին օրերին կրկին նկատվում է երկակի պատկեր։ Մի կողմից Ադրբեջանը շարունակում է Արևմտյան Ադրբեջան անվանել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը եւ այժմ ավելի ակտիվացնել այդ խոսույթը, մյուս կողմից Երևանում խոսում են երկխոսության շարունակման անհրաժեշտության մասին։ Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո այդ տրամաբանության շրջանակներում էլ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կազմակերպվել է Արմեն Գրիգորյանի եւ Հիկմետ Հաջիևի հանդիպումը։ Մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը։ Նկատենք, որ եթե նախկինում պաշտոնական Երևանը շեշտում էր խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը, ապա այժմ արդեն խոսվում է նաև պատերազմի սպառնալիքի կառավարման մասին։ Անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի կարծիքով սա նշանակում է, որ նույնիսկ խաղաղության բանակցությունների պայմաններում անվտանգության ռիսկերը շարունակում են մնալ օրակարգում։ Ուղղակի Ադրբեջանը մինչև Հայաստանում ընտրություն ա եղել, դա թերացրել է ճակետներում, ակտիվ տեղեկատվական գործողություն է տեղեկատվական դաշտում, խոսությունների դաշտում, աջակցելով Նիկոլ Փաշինյանի ընտրացան պրոցեսների մեջ։ Եվ ընտրությունները վերջացել են, Ադրբեջանը շարունակել է իր ռազմավարությունը չի փոխել եւ չի փոխելու, ես համոզված եմ։ Ադրբեջանը եղել է եւ մնում է ռազմական տրամաբանության մեջ, ռազմական քաղաքականություն իրականացնելու մեջ։ Ես ռազմական տրամաբանության մեջ եւ դու նահանջում ես, թշնամին առաջ է գալիս։ Հայկական կողմը շարունակում է նահանջել հարցերի մեջ եւ Ադրբեջանը առաջ է քաշվում։ Հստակ պահանջներով ու սպառնալիքներով են արդեն վերջին օրերին ադրբեջանցիները խոսում իրենց ցանկություններից։ Օրինակ Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահը հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հարցը տարածքային պահանջ չէ, այլ ադրբեջանցիների խաղաղ վերադարձի խնդիր։ Իսկ Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարարը Օրդուբադում մեկնարկած վերադարձ Արևմտյան Ադրբեջան փառատոն համաժողովի մասնակիցներին հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի։ Նմանատիպ հայտարարություններ հնչեցրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ այլ պաշտոնյաներ։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը թեև այս ամենի արդյունքում ռազմական գործողությունների վտանգ չի տեսնում, բայց կարծում է, որ այդ ձևակերպումը տեղեկատվական եւ քաղաքական ազդեցության գործիք է, նաեւ Ղարաբաղյան հարցը փակելու համար։ Իմ ընկալումը Ադրբեջանի համար ընդհանրապես այսպես հիշատակումն է դժգոհության ցուցիչներ են։ Երկրորդը նաեւ դուք կարող եք հիշել, որ վերջերս ապրիլյան դրպատերազմի ժամանակ հայ զինծառայողի խոշտանգումների հետ կապված որոշում է կայացվել, որտեղ Ադրբեջանը պարտավոր է կոմպենսացնել իր ընտանիքին, ֆինանսական կոմպենսացիա, սա նույնպես կոնֆլիկտի հիշատակում։ Երրորդը ես կասեի նաև սա այն ճնշման գործիքն է, որտեղ իմ տպավորությունն է սա, որ Ադրբեջանը այնուամենայնիվ փորձում է ցույց տալ սահմանադրության իր այդ նախնական պահանջի հետ կապված այսպես ասած մոտեցումները։ Այսպիսով ընտրություններից հետո երկու երկրների պաշտոնական խոսույթներում նկատվում են տարբեր շեշտադրումներ։ Երևանը խոսում է երկխոսության պահպանման եւ պատերազմի ռիսկերի կառավարման մասին, մինչդեռ Բաքուն կրկին ակտիվացնում է Արևմտյան Ադրբեջանի թեման, նաեւ պարբերաբար շեշտում այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը։ Եվ հենց այս հակասություններն են շարունակում ձևավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս փուլը։ Մարինե Դվոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։